Հովանեսյան, քանի որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ 7 վերք եկեղեցում է պատարագի մասնակցելու Գյումրիում, արդյոք սա նշանակում է, որ գտնվել է մի պատարագ մատուցող, որը կզեղչի Գարեգին II անունը։ Ճիշտ ենք հասկանում։ Ես արդեն վերաշարադրեցի վարչապետի երեկվա մեկնաբանությունը առ այն, որ մեզ համար Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ։ Եվ մենք մասնակցում ենք այն պատարագներին, որոնք մատուցում են հոգևորականներ, ովքեր կիսում են եկեղեցու նորոգման օրակարգը։ Շնորհակալ եմ։ Ներողություն, իսկ դրանով հարվածի տակ չեք դնում այդ հոգևորականներին, եթե նրանց պետք է տարբեր բարեկամներ, ԱԱԾ-ականներ կամ չգիտեմ հարևաններ, ծանոթներ, տարբեր պաշտոնյա ծանոթներ ամեն անգամ խնդրեն, դուք ձեր այս քայլով նկատի իշխանությունը վարչապետը հարվածի տակ չի դնում այդ հոգևորականներին, այդ քահանաներին, ովքեր գուցե նաև իրենց կամքին հակառակ են այդ Բայց որոշմանը։ այսօր եկեղեցին է հարվածի տակ, քանի դեռ Կտրիչ Ներսիսյանը զբաղեցնում է կաթողիկոսի գահը։ Մի բան էլ ես ավելացնեմ, քանի որ մեկը ոնց հասկանում եմ մենք այս թեմայի շուրջ ենք պատտվելու։ Տեսեք, դուք մեջբերում եք վարչապետի խոսքերը տարբեր առիթներով ասած ու տարբեր դեպքերի հետ կապված ու դրա վերաբերյալ փորձում եք մեկնաբանություններ ստանալ։ Հիմա ես չեմ պատկերացնում, որ կամ չեմ մտածում, որ դուք այդ խնդրին այդպես որպես պարզ ու պրիմիտիվ ինչ-որ բանի եք վերաբերում, օրինակ, որ բերենք մենք քննարկումը հասնենք կաթողիկոսի անունը հնչեցնել չհնչեցնելու։ Ու եթե վարչապետի խոսքերին հղում եք անում, ես խորհուրդ կտամ նաև մեկ այլ խոսքի հղում անել, երբ որ ինքը ասաց, որ մեզ պետքա ոչ թե կաթողիկոս, որը ինձ ենթարկվի, այլ ինձ պետքա կաթողիկոս, որը որ չպիտի ենթարկվի ինչ որ այլ երկրի հատուկ ծառայությունների լեյտենանտին, թե մայորին, լեյտենանտին։ Այսինքն խնդիրը բազմաշերտ է ու դրա տակ շատ ավելի խորքային պատճառներ կան, եթե մենք բերենք այդ քննարկումը հասցնենք նրան թե կաթողիկոսի անունը տալ չտալու շուրջ այս ամբողջ դեպատը, այդ նշանակում է մենք ամբողջությամբ չենք պատկերացնում, թե մենք ինչ օրակարգի ներքո ենք շարժվում առաջ։ Պարոն Թունյան, պարզապես եթե դուք պնդում եք, որ կաթողիկոսը, ամենայն հայոց կաթողիկոսը ենթարկվում է օտարերկրյա գեներալի կամ մայորի, ապա դա լուրջ մեղադրանք է եւ դրան պետք է հետևեն իրավապահ մարմինների գործողություններ եւ ոչ թե պատարակներում տեքստից զեղչում Գարեգին II անունը։ Այսինքն եթե լինեն իրավապահ մարմինների գործողություններ, քրեական գործ, հետաքննություն, գուցե հանրությունն էլ հասկանա այդտեղ կա իսկապես այդ մեղադրանքում որևէ իրականություն, թե ոչ։ Հիմա Ռոզանա ջան, նույն կերպ, եթե դուք պնդում եք, որ ես մեղադրում եմ որևէ մեկին, դա էլ է մեղադրանք, որովհետև ես նման պնդում չարեցի։ Ես ուղղակի մեջբերեցի վարչապետի խոսքը։ Իսկ եթե նման ինչ որ տեսեք, հարցը հավատալ չհավատալը չի, ձեր ասած խնդիրը, դրա պրակտիկ լուծումը ոչ մեր տիրույթում է, ոչ մեկ ուրիշ, դա իրավապահ համակարգի տիրույթում է, բայց նկատի ունեմ, եթե դուք ուզում եք այդ հարցին ավելի ամբողջական նայեք, պիտի մի քիչ ավելի լայն նայեք ամեն ինչ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։